Դուբայում փայլեց հայկական մշակույթը։ Կովկասյան պարերի փառատոնի շրջանակում հայկական լավագույն պարախմբերից մի քանիսը շարժումների լեզվով պատմեցին Հայաստանի մասին։ Պարավեստը Հայաստանը նախաձեռնող խումբը հանձն առավ այս տարիների ընթացքում ներհայաստանյան և Հայաստանից դուրս մի քանի փառատոների և համերգների կազմակերպան և ունենալով մեծ շրջապատ ընկերական, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, այս տարի որոշեցինք, որպեսզի Կովկասյան փառատոն կազմակերպենք Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայ քաղաքում։ Մենք տևական աշխատանք ենք տանում հայկական պարի հանրահռչակման մասով և բացառություն չէր նաև Էմիրատներում այս օրինակ ելույթ կազմակերպելը մեր Էմիրաթում գտնվող ընկերները, մարդիկ, ովքեր այնտեղ աշխատում են մշակույթի ոլորտում գործունեություն են ծավալում, այս անգամ հրավեր ուղարկեցին Հայաստան մեր միջոցով և մենք էլ ընտրեցինք պարախմբերին, որոնց վաղուց և ճանաչում ենք, և վստահում ենք, և կասկած չունենք նրանց հայկական մշակույթի ներկայացման և որակական հատկանիշների։ Զվարթնոց օդանավակայան մայիսի 6 Հայասի պարային համույթի սաներն անհամբերությամբ են սպասում իրենց թռիչքին։ Ոգևորությունն ակնհայտ է, պատասխանատվությունը մեծ։ Մենք այսօր մեկնում ենք Դուբայ համերգի համար, մրցույթային չի, բայց շատ գեղեցիկ համերգ է լինելու։ Մենք գնում ենք Դուբայ ներկայացնելու մեր ազգային պարերը Դուբայում։ Շատ այսպես ոգևորված ենք եւ ուրախ։ Շատ լավ տրամադրությամբ ենք գնում եւ ոգևորված, քանի որ առաջին անգամ ենք համերգ այնտեղ տալու։ Եվ վստահ ենք, որ ամեն ինչ լավ կանցնի։ Խմբի սաներն արդեն ինքնաթիռում են բոլորին վարակում հայկական ազգային պարերի ոգով։ Խումբը Դուբայից վերադարձավ մայիսի 12-ին։ Պարային համույթի ղեկավարները ոգևորությամբ են պատմում Դուբայում իրենց կարևոր առաքելության և ձեռքբերումների մասին։ Մեր համերգը շատ լավ կայացավ, մենք շատ լավ ելույթ ունեցանք, բոլոր խմբերի հիանալի պարեցին։ Կարևորը հայկական մշակույթը փայլեց Դուբայի սրտում և ուզում եմ առանձնացնել մի կարևոր նաև դրվագ, երբ որ մենք գնացել էինք Դուբայի այդ տեսարժան վայրերից մեկը, Global Village-ը, որտեղ տարբեր ազգերի մշակութային կենտրոնն է, այսպես ասած, հենց այդտեղ Global Village-ի սրտում Հայասի պարային համույթը մշակույթների կենտրոնում ցույց տվեց իր մշակույթը։ Շատ հատկանշական է, որ ազգային պարը պրոպագանդվում է նաև իսլամական երկրներում, այսինքն մեր ազգայինին չափ ու սահման չկա։ Մենք փորձում ենք մեր ազգային պարը, ազգային ոգով վարակենք յուրաքանչյուր մարդու, անկախ կրոնից, ռեգիոնալ դիրքից, զբաղեցրած դիրքից, հատուկ շնորհակալություն հայտնեմ իմ պարող արտիստներին, այսինքն մասնակից բոլոր խմբերին, բոլոր ղեկավարներին, բարձր կատարողականի, բարձր մարդկային արժեքներով և որակներով օժտված լինելու համար։ Վստահ եմ, որ սաների համար սա շատ հիշարժան էր և ամիսներ շարունակ պատրաստվելով այս նախագծին մենք բարձր մակարդակով ելույթ ունեցանք օտարազգիների, նաև օտարազգիների աչքի առաջ, երեխաները ներկայացրեցին հայկական մշակույթը, իրենց ոգևորությունը և վստահ եմ հիշողության մեջ շատ գունեղ օրեր են մնալու։ Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ Պարարվեստը Հայաստանում նախաձեռնող խմբի կազմակերպիչներին։ Ասեմ, որ շատ տպավորված ենք հետ վերադարձել, այն ինչ որ մեզ
ցույց էին տվել, ասել էին, որ այսպես պետք է անցնի, մենք դրանից ավելի լավ տպավորություններով հետ ենք վերադարձել Հայաստան եւ բարձր պատվով ենք ներկայացրել մեր հայկական պարը եւ մշակույթը։ Նախաձեռնող խումբը վստահեցնում է, միասին դեռ երկար ճանապարհ են անցնելու հայկական պարերը Հայաստանից դուրս ավելի ճանաչելի դարձնելու գործում։ Նախաձեռնող խմբով հիմա պլանավորում ենք Հայաստանի տարբեր մարզերում համերգներով հանդես գալ, տարբեր կոլեկտիվներով, ներգրավելով մարզային կոլեկտիվներին ևս։ Իհարկե մենք ակտիվ ենք, աշխատում ենք անընդհատ, համագործակցում ենք բոլորի հետ եւ կարծում եմ դա բերելու է միայն դրական արդյունքի։ Եվ հուլիսի 10-ից մինչև հուլիսի 30-ը արդեն անընդհատ փոփոխվող կազմերով 5-օրյա շրջագայություններ են նախատեսվում դեպի Բաթումի քաղաք, որտեղ Բաթումի քաղաքը հռչակել են Եվրոպայի մշակութային քաղաքներից մեկը, որտեղ շատ ակտիվ լինելու են համերգային փառատոններ եւ այնտեղ են գալու աշխարհի տարբեր երկրներից կոլեկտիվներ, իսկ մեր Բաթումի արդեն գործընկերները համագործակցությամբ մեզ հետ հրավերներ ուղարկել են, հիմա նաև կոլեկտիվները մեր պատրաստվում են դեպի Բաթումի ուղևորության։